Հանքարդյունաբերության և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները մեկտեղվել են քննարկելու հանքարդյունաբերության ոլորտում նորարարական և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման, ինչպես նաև ոլորտի թվայնացման հնարավորությունները։ Նրանց համախմբել է Seaside Startup Summit-ի շրջանակում կազմակերպված Mining Innovation Summit-ը։ Այն հատուկ նախագիծ է, որի նպատակն է խթանել տնտեսական երկու կարևորագույն ճյուղի փոխգործակցությունը։ Սա լավ հարթակ է նորարարական ստարտափեր գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ և էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացման, վերափոխման, տեխնոլոգիական վերազինման համար։ Տեխնոլոգիական վերափոխումները ոլորտում դրական արդյունքներ են տալիս, սակայն գործընթացը շարունակական է և պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, որոնց ոլորտի առաջատար ընկերություններից արդեն ձեռնամուխ են եղել։ Թե ինչ ուղղությամբ են ընթանում այդ փոփոխությունները, ներկայացնում են մասնագետները։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը առանց տեխնոլոգիական ոլորտի չի կարող աշխատել, նաև ինչ խոսք առանց IT ոլորտի։ Եթե մենք մի քանի տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը և այսօր մենք ունենք օրինակ Ամուսարում մեծ բաժին, որը զբաղված է և ծրագրերի ներդրմամբ, և IT ապահովմամբ, և մնացած նոր ծրագրերի գծմամբ։ Հայկ Ալոյանն ընդգծում է, ժամանակակից հանքարդյունաբերության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց տեխնոլոգիական լուծումների։ Նրա խոսքով տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի շարունակական մոնիտորինգը, անվտանգության համակարգի կատարելագործումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևոր բաղադրիչ են ոլորտի արդյունավետ աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ նաև տեխնոլոգիական առաջընթացն է իր հերթին մեծապես կախված հանքարդյունաբերությունից։ Տեխնոլոգիական ոլորտը առանց հանքարդյունաբերության չի կարող աշխատի, քանի որ իրանք հիմնական մեր սպառողն են, այսինքն ինչքան զարգանում է տեխնոլոգիական ոլորտը, այդքան կարիք է լինում նոր հանքարդյունահանման։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով մենք ունենք տասնյակ միլիոնավոր դոլարի ծրագիր թվայնացման, քանի որ կազմակերպությունը ինքը արդեն մոտ 70 տարվա պատմություն ունի, շատ բաներ մենք այդ հին ոնց որ դեռ հնուց եկա տեխնոլոգիաներով ենք աշխատում եւ մեծ ջանքեր եւ մեծ ներդրումներ է պետք, որ այդ ամբողջ տեխնոլոգիաները թվայնացվեն, նաեւ այդ տեխնոլոգիաները ավտոմատացվեն։ Հանքարդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական զարգացումների եւ արտադրական գործընթացների արդիականացմանը զուգահեռ ուշադրության կենտրոնում է նաեւ բնապահպանական եւ ընդերկօգտագործման պահանջների պահպանումը։ Ոլորտում պարբերաբար իրականացվում են վերահսկողական միջոցառումներ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը նշում է, 2026 թվականի սկզբից ավելի քան 100 ընկերությունում իրականացվել են վերահսկողական անհրաժեշտ միջոցառումներ։ Վատ արդյունքներ չունենք, դա ավելի դետալային ու ավելի երկար խոսակցության առարկա է, բայց կարող եմ փաստել, որ խախտումները ավելի քիչ են արձանագրվել, այդ իմաստով մեր համար լավ արդյունքը ավելի քիչ խախտումներ հայտնաբերելն է իրականում։ Հաշվի առնելով, որ ընդերկօգտագործման ոլորտը այն միակ ոլորտն է, որ շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա թողնում է իր ազդեցությունը։ Ոչ ֆորմալ միջավայրում անցկացվող ելույթներն ու պանելային քննարկումները ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն տվեցին նաև քննարկելու հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, արժևորելու արդեն իրականացված աշխատանքներն ու նախանշելու համագործակցության նոր հնարավորությունները։